Գիտաժողովի մասնակիցներին ողջունել ու բեղմնավոր աշխատանք է մաղթել ԼՂ առողջապահության նախարար Կարինե Աթայանը։ Կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական Servier դեղագործական ընկերությանը, որի անմիջական նախաձեռնությամբ կայացել է այս հանդիպումը։ Արդիական եմ համարում այսօրվա կոնֆերանսի կազմակերպումը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի եւ մետաբոլիկ խանգարումներով պայմանավորված հիվանդությունների աճը շարունակվում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջվող հիմնախնդիրներից մեկը, հաշվի առնելով, որ նշված հիվանդությամբ տառապող հիվանդների մահացությունը դասվում է առաջնահերթության ցանկում եւ ընդհանրապես բարձր եմ գնահատում գիտագործնական կոնֆերանսի իրականացումը, քանի որ այն նոր շունչ կհաղորդի մասնագիտական գիտելիքներին։ Հայաստանի լավագույն բժիշկների աշխատանքային այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Այս անգամ բժիշկների խմբում են սրտաբան, էնդոկրինոլոգ, անոթային վիրաբույժ։ Այցի նպատակն է մասնագիտական զեկուցումների միջոցով արցախցի գործընկերներին ներկայացնել ոլորտային զարգացումներն ու ժամանակակից բուժման մեթոդները։ Հիմնական նպատակը հանդիպել մեր գոլեգաներին Լեռնային Ղարաբաղի առողջապահության բժիշկներին, ներկայացնելու համար նոր մոտեցումները իշեմիկ հիվանդության բուժման, ժամանակակից ուղեցույցների, նոր դեղորայքների, ինչ կա վերջի, ասենք, կոնգրեսներից հետո ուղեցույցներում փոփոխություններ, հատկապես այն ժամանակ, երբ մեր կյանքը լի է ստրեսներով, չենք կարողանում հետևել առողջ ապրելակերպին եւ ինչքան էլ բուժման նոր մեթոդները ավելի շատանում են, միևնույն է սիրտանոթային հիվանդությունները մնում են շատ արդիական եւ առաջնակարգ լուծելու խնդիր։ Զեկուցումները նվիրված են շաքարային դիաբետին, զարկերակային հիպերտենզիային, աթերոսկլերոզին, սրտի իշեմիկ հիվանդություններին։ Շաքարային դիաբետը համարվում է 21-րդ դարի համաճարակ, մահացության եւ հիվանդների հաշմանդամության թվով այն երրորդ տեղում է սիրտանոթային հիվանդություններից եւ ուռուցքներից հետո։ Մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում սիրտանոթային խնդիրներին։ Մոտավորապես 75-80%-ը պայմանավորված է սիրտանոթային կատաստրոֆաներով։ Եվ այդ խնդիրը իհարկե շատ լուրջ խնդիր է եւ դրա լուծման համար այսօրվա կոնֆերանսի նպատակը այն է, որ ավելի մեծ ուշադրություն սևեռել այդ խնդիրների լուծման պարագայում։ Այսօր ներկայացված բոլոր դեղամիջոցները ունեն իր ուրույն տեղը շաքարային դիաբետով բուժման պարագայում։ Վաղը նախատեսվում է նաև հիվանդների ընդունելություն։ Նպատակ ունենք ուրեմն ամբուլատոր ընդունելություն կազմակերպել, ինչպես նաև ստացիոնար հիվանդներին, որոնք կարիք ունեն լրացուցիչ կոնսուլտացիաների, ուրեմն մենք կատարենք մեր կոնսուլտացիաները եւ մաքսիմալ քանակով հիվանդներ կարողանանք ուրեմն նայել եւ ախտորոշիչ հետազոտություններ նույնպես անցկացնել։ Գոհար Ռուստամյան, Հայկ Բաբայան, օր